2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ժողովրդավարությունը պետք է հենց արձանագրենք մայիսի 9-ի օրը, Շուշի ազատագրման օրը, իսկ երեկ էլ ասում է, որ դա ամենամեծ սխալն է եղել Արցախի հաշվառումը։ Ինքը ամենամեծ անբարոյականն է հայ ժողովրդի պատմության։ Հայ ժողովրդի պատմության մեջ երբեք այդպիսի անբարոյական առաջնորդ գոյություն չի ունեցել։ Ինքը 8 տարի առաջ այս օրը, մայիսի 9-ին, հենց սկսեց մի արտահայտությամբ, որով դրեց Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբի հիմքը։ Նա իլուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ ինքը չի ներկայացնում Արցախի ժողովրդին, այլ ինքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Արցախի ժողովրդի անունից չի կարող բանակցել, դրա համար իբրև թե պետք է Արցախը դառնա բանակցության կողմ։ Այսպիսի հայտարարությամբ ինքը պարզապես մարտահրավեր նետեց հարցի կարգավորման միջազգայինորեն լեգիտիմ գոյություն ունեցող ձևաչափին ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Նա դա արեց դիտավորյալ։ Այն ժամանակ մեզ մոտ գուցե տպավորություն էր, որ հա ճիշտ է ասում, հա պետք է ամեն ինչ անել, որ Արցախը բերել բանակցությունների սեղան, բայց մի պարզ բան պետք է կարողանանք այն ժամանակ էլ հասկանանք, այսինքն հասկացող մարդիկ հասկացել էին, որ ամբողջ աշխարհը այդ պահին ընդունում էր այդ ձևաչափը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ձևաչափը, որտեղ Հայաստանի Արցախն էլ էր իհարկե միջնորդավորված ձևով ներկայացված, բայց Հայաստանի Հանրապետության առաջնորդներ այդտեղ գործում։ Եվ առանց համաձայնեցնելու միջազգային դերակատարների հետ, առանց պարզագույն դիվանագիտական էթիկան պահպանելու նա արեց այդ հայտարարությունը։ Դրանից հետո մինչև պատերազմ ընկած այդ շրջանը նա բազմաթիվ հայտարարություններ արեց, որով որ հիմք տվեց սանձազերծելու 44-օրյա պատերազմը։ Իսկ ինչ եք կարծում, երիտասարդները նույն ոգով կշարունակեն պահպանել մայիսի 9-ի եռատոնը, թե միևնույն է կգնան հենց այդ ձեր նշած ԵՄ Մինսկի այդ հայտարարությունների ետևից։ Եվրոպայով ավելի կգայթակղվեն։ Մեկը մյուսին չի հակասում։ Եկեք մենք չհակադրենք Եվրոպան, չհակադրենք մեր ավանդույթներին, մեր պատմությանը, մեր հիշողությանը, մեկը մյուսին չի հակասում։ Պետք չի պարզապես այդպես հակադրել, այս օրը հակադրել, ասենք, չգիտեմ, մեր ապագային, մեր հեռանկարին։ Մենք իհարկե եվրոպական համայնքի անդամ ենք ընդհանուր առմամբ, մենք կիսում ենք այդ արժե համակարգը եւ մենք շատ բաներ ունենք փոխառելու եւ նաեւ շատ բաներ էլ տվել ենք եւ նաեւ մեզնով պաշտպանում ենք այդ արժեքային համակարգը։ Պետք չի բանանել փոխառել։ Երիտասարդի համար պարզ է, որ ինչքան որ տարիքը մեծանում է մարդու, այնքան է սկսում ավելի շատ անցյալը արժևորել։ Ժամանակի հետ ամեն ինչ կլինի։ Եվ եթե ժամանակ ունեք, մեկ հարց եւս։ Հայաստանն ու Ռուսաստանը միասին են հաղթահարել այդ պատերազմի շրջանից, հիմա այդ հարաբերությունները, եղբայրական հարաբերությունները պահպանվում են, թե ավելի կգնան կործանման։ Իհարկե միջազգային իրադրության փոփոխությունը նաեւ պայմանավորեց, որպեսզի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը թուլանա մեր տարածաշրջանում եւ ինքը եւս զիջողական գտնվի եւ սա հարցի մի կողմն է, սա իհարկե քննադատելի է բնականաբար, ինչքան էլ ուզում է որ մենք ասենք, որ այո մեր ռազմավարական դաշնակից, բայց քննադատելի է, որովհետեւ մեզ համար կարեւոր հարցերի հետ կապված անհրաժեշտ հետևողականությունը չցուցաբերվեց, բայց սա միայն բարձել Մոսկվայի վրա ես սխալ եմ համարում, որովհետև Մոսկվան չէ, որ պատասխանատու է հայ ժողովրդի շահերի համար, այլ Հայաստանի իշխանություններն են պատասխանատու։ Նրանք պետք է իրենց կարողությունները ներդնեին, իրենց ունակությունները ուրիշներից խորհուրդ հարցնելով, իմացող մարդկանցից խորհուրդ հարցնելով ներդնեին, որպեսզի դա տեղի չունենար։ Բայց ես ինչպես հասկանում եմ, այս իշխանությունների նպատակն էլ հենց դա էր, որպեսզի վարկաբեկել նաև այս տապալումների, այս ձախողումների, դավաճանությունների մեջ մեղադրել Մոսկվային, վարկաբեկել եւ այսպես դրա արդյունքում, այդ ամենի արդյունքում արդարացնել Արցախի հանձնումը։ Ես ուզում եմ ուղղակի մի բան էլի այսպես ասել, օգտվելով նաև առիթից, որ 8 տարի է անցել, այս 8 տարվա ընթացքում Փաշինյանը հանձնել է Արցախը 12000 քառակուսի կիլոմետր։ Նրա վարած քաղաքականության արդյունքում տեղի ունեցել պատերազմներ մի քանի հատ, որտեղ 5000-ից ավելի մարդ է զոհվել։